Հարկներժդեհին, պատկերացրեք դուք տան ունեք երեխա, ով անդադ ստում է, իրարամերժ հայտարարություններ է անում, մտքեր է արտաբերում, նկարագրում է երևույթներ, ցանկություններ է արտահայտում, ինչ պետք է անեք դուք։ Իրարամերժ։ Եթե մարդ ունի նման երեխա, ինքը առաջերտին պետք է անհանգստանա ամբողջ ընտանիքի համար, որտեղ այդ երեխան փորձանք է դառնալու ընտանիքի համար։ Եվ շատ խիստ դաստիարակչական գործողություն անի։ Պատժի նույնիսկ։ Բայց արյունիտես երկրի ղեկավարն է հասել։ Հասել է երկրի ղեկավարի աթոռին մի կենդանի, ով կարող է 180 աստիճան հակառակ մտքեր արտաբերել։ Չէ՞։ Մի օր ասում է, թոշակը պետք չէ ինչ են անելու, հաջորդ օրը թոշակ է բարձրացնում։ Ասում է Շուշին 20 թվին դժգույն քաղաք էր, 21 թվին ախնդրական պայքարի ժամանակ, այն որ արտահերտ էր, խոստանում է, որ Շուշին վերադարձնի այդ դժգույն քաղաքը, Շուշին ու Հադրութը, տեսանք ոնց վերադարձրեց։ Այդ մարդը, դուք պատկերացնում եք, այսօր ասում են, դու ասեցիր մարդի մեկի գործը ամբողջությամբ բացահայտված է, ասում է, ես նման բան չեմ ասել։ 100 հազարավոր մարդիկ էին այդ ցույցին հավաքված 18 թվին, դեռ մորուս էր պահում, եւ ասեց ըստ էության բացահայտված է եւ վանկատելով ասեց, տես այդ թկա չէ, ասում ես նման բան չեմ ասել։ Եվ եթե այսպես թվարկեմ, թե ինչ է ասել ու հետո ասել է չեմ ասել կամ հակառակն արել, հիշում ենք Միջանցքի պատմությունը, ասում են Միջանցքը տալու ես թուրքերին, ասում էր ոչ։ Հիմա այդ Միջանցքը փրկություն է 99 տարով։ Ասում է Իսկանդերն ինչի չօգտագործեցիր պատերազմի ժամանակ, ասում է օգտագործեցի։ Բայց ինչ եղավ, ասում է 10% պայթեց, 90% չպայթեց։ Ամեն ինչի մասնագետ է։ Ամեն ինչի։ Թե ոնց էր չափել, ինչ էր չափել, ինչ էր արել։ Այդպես մասնագետ կա, որ որոշի պայթուցիկի քանի տոկոսն է պայթել։ Համարվան ռումբի։ Այս կարգի ստախոսը, դա փորձանք է։ Ես էլ եմ ասում, եթե ընտանիքում կա երեխա, որը ասենք անդադ ստում է, այդ երեխի ծնողը պետք է անհանգստանա, ոչ միայն այդ երեխի համար, այլ նաև իր ընտանիքի համար։ Հիմա ոչ ավել ոչ պակաս այդ լակոտը հասել է պետության ղեկին։ Դուք պատկերացնեք մենք ինչ խնդիր ունենք։ Այնուհանդերձ մեր թշնամիներին իհարկե նման լակոտ ձեռնտու է, բայց արյուտես դաշնակիցների համար էլ կարող է ձեռնտու լինել, որովհետև իրեն երբ ինչ պարտադրում են, ինքը անում է, անամոթաբար։ Դա կլինի հայրենիքի հաշվին, բարոյականության հաշվին, փողի հաշվին, ամեն ինչի հաշվին։ Ինքը երաշտական գործիքի պես է։ Եթե փչում են հոգի հանգստի մեղեդի, ինքը այդ նոտաներն է հավաքում, աշխուժ բարեղանակ, այդ նոտաներն է հավաքում, հանգիստ ռոմանտիկ երաժշտություն, այդ նոտաներն է հավաքում, ուղղակի երաշտական գործիք է ինքը։ Եվ ելի եմ ասում, դաշնակիցներն էլ է ձեռնտու, որովհետև դաշնակիցն էլ կուզենա իր դաշնակցին օգտագործել, ոչ թե հետը հավասար փոխհարաբերություն կազմակերպել, այլ օգտագործել ինչ է եղել որ։ Եվ այսօր ամերիկյան այդ որ աղմուկ է հանել, որ հարցումներ էին արել դեկտեմբեր ամսին եւ տեսել էին, որ Նիկոլի ռեյտինգը սարսափելի ցածր է, լռել էին։ Դե իրենք աջակցություն հայտնեցին, իրենց ձեռնտու է նման զուռնչին, որովհետեւ իրենք երբ ինչ նվակ պատվեր են, ինքը անելու է։ Իհարկե, երբ որ Ամերիկայից գնում է արդեն Ռուսաստան, նրանց պատվերն է կատարում։ Գնում է, ասենք մի ուրիշ տեղ Իլհամի պատվերն է կատարում, գնում է Թուրքիա, դե էլ չասենք ինչ է անում։ Թուրքիայում որ ինքը իրեն կորցնում է, գրկում է Էրդողանին կամ նրա գրքերը, նրա մտքերը եւ զմայլվում։ Մեզ Նիկոլ պետք չէ ժողովուրդ։ Նիկոլը պետք է թշնամիներին, դաշնակիցներին եւ առհասարակ իր ոհմակին։ Պետք է մենք հասկանանք, որ Նիկոլը չարիք է մեր համար։ Պետք է դաշնակիցը ոչ թե լինի կամակատար, այլ պետք է լինի պահանջատեր նաեւ։ Տեսնում եք Իսրայելը ինչ անում Ամերիկայի գլուխը։ Ճիշտ է, որոշ դեպքերում մերժվում է, բայց այդ
հսկա գերտերության Իսրայելը օգտագործում է երբեմն։ Իսկ Նիկոլը օգտագործող չէ։ Հիմա տարածաշրջանում առաջանալու է հայկական հարցի մասին խոսակցություններ։ Եթե մեր իշխանությունը լինի Նիկոլը, իրեն ասել են հլսի այդ Վիլսոնի իրավար վճիռը բեր մի քիչ ձևափոխենք, ասել է անենք, որտեղ ինքը սահմանադրությունն էլ է պատրաստ փոխել։ Եթե ասեն արի այսպես անենք, համաձայնվելու է։ Իսկ եթե լինի ձիգ իշխանություն, կասի միջազգային օրենքը թույլ չի տալի նման բան։ Պատկերացնում եք մենք ուր ենք հասել։ Մեզ Նիկոլ պետք չէ, մեզ լակոտ պետք չէ, մեզ ստախոս պետք չէ։ Հիշեք, մենք առանց Նիկոլ պետք է ազգային մտածելակերպ եւ արժանապատվություն, խոսքին տեր կանգնող, խոսքի հետևից գնացող եւ արժանապատիվ խոսքեր, մտքեր արտաբերող քաղաքական այր կամ թիմ։ Այդպես կառույցի հետ պետք է մենք մտնենք նոր դարաշրջան։ Այս ստախոսի հետ որ գնացենք, մեզանից ինչ ուզեն տալու է։ Մեզ ինչից արգել են հարմարվելու է։ Ոչ նախքին, ոչ ներկա։ Ազգային ապագա։ Մնաք խաղաղությամբ։